Երևանի մամուլի ակումբը այսօր ներկայացրեց Հայաստանի 6 հեռուստաընկերություններում սահմանադրական հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի միջանկյալ արդյունքները։ Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ նոյեմբերի 6-ից 19 ընկած ժամանակահատվածում ԱՅՈ-ի եւ Ոչի առավել հավասարակշռված լուսաբանում իրականացրել են Երկիր մեդիան եւ Հանրային հեռուստաընկերությունը, Ոչը գերակշռել է Հայկական երկրորդ հեռուստաալիքով։ Եթե անվճար եթերից հանրային հեռուստարադիոընկերության օգտվում են բոլորը հավասարապես, այսինքն ընձեռնած հնարավորությունը աշխատում են մաքսիմալ կերպով օգտագործել, ծառայեցնել իրենց քարոզարշավին, ապա վճարովի եթերի առումով հանրապետական կուսակցության հետ ոչ մեկ համեմատվել չի կարող եւ Ոչի ճամբարից, ասենք հանրապետական կուսակցությունը 26 անգամ ավել վճարովի եթեր է օգտագործել, իսկ բոլոր 6-ի մեջ ինքը օգտագործել է 10 անգամ ավել, քան մնացած 5-ը։ Եվ եթե ՀՀԿ-ն ինքը բոլոր մեր ուսումնասիրած 6 հեռուստաալիքներով բավականին մեծ ծավալի գովազդային ժամանակից է օգտվում, ապա այլ կուսակցությունները լավագույն դեպքում 1-2 հեռուստաալիքից են օգտվում։ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ այս անհավասարությունը պայմանավորված է ոչ թե ցանկության բացակայությամբ, այլ ֆինանսական ռեսուրսների տարբերությամբ։ Այս ընթացքում նկատելի է նաև սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ ձևավորված նախաձեռնությունների նկատմամբ հեռուստաալիքների անուշադրությունը։ Չեկանցկացնի նախաձեռնությունը նոյեմբերի 6-ից 19 ընկած ժամանակահատվածում հետազոտված հաղորդումներում ընդհանրապես եթերաժամանակ չի ստացել։ Բորիս Նավասարդյանը սա պայմանավորեց նորմատիվ օրենսդրական հիմքի անկատարությամբ։ Մենք ունենք հեռուստաալիքներ, որոնք ընդհանրապես արհամարում են այդ նախաձեռնության առկայությունը դաշտում։ Այստեղ մի փոքր բացառություն է կազմում երկրորդ հայկական հեռուստաալիքը, որտեղ Նոր Հայաստանը ավելի շատ է երևացել այս փուլում, քան որևէ խորհրդանական կուսակցություն, որևէ խորհրդանական քաղաքական ուժ։ Մոնիտորինգի երկրորդ փուլում թե ԱՅՈ-ի եւ թե Ոչի մոտ ցանկություն կա անդրադառնալու սահմանադրության դրույթներին, ինչը Բորիս Նավասարդյանի խոսքով բացակայում է առաջին փուլում։ Ակնհայտորեն մարդկանց հետաքրում է ավելի շատ վստահություն կա, թե չէ իշխանությունների եւ բուն քվեարկության գործընթացի նկատմամբ եւ անցումը նոր կառավարման համակարգի։ Այլ հարցերը մնում են ստվերի մեջ, ինչքան էլ իրենց անդրադարձի ծավալները մեծացել են այս փուլում։ Եվ ամեն դեպքում իմ կարծիքը նա է, որ քաղաքացիներին առանձին մասնավոր դրույթներ շատ քիչ է հետաքրքրում։ Նա նշեց, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավների հետ համեմատությամբ այս անգամ Ոչը գերակշռում է, քան նախորդ անգամները։ Դիրքորոշումները Ոչի շատ ավելի հստակ են, քան այն ժամանակ, որտեվ մենք երբևէ չենք ունեցել քարոզարշավ, լինի դա 95 թվականը, թե 2005 թվականը, եւ Ոչի հիմնավորումները ներկայացնեին ոչ նպատակարար լինելը նախաձեռնության սահմանադրության, հա, կարող էին խոսել սահմանադրության թերությունների մասին, կարող էին խոսեին ընթացակարգային խնդիրների մասին, բայց երբեք կասկածի տակ չէր դրվում նպատակարարությունը հանրաքվեի անցկացման։